Քանի որ այսօր աղոթքաժողով պետք է ունենանք, այսօր խոսենք աղոթքի մասին եւ մեկ անգամ եւս ուզում եմ կարդալ այն հատվածը, որ շատերիս քաջ ծանոթ է, ինչպես Տեր Հիսուսը ուսուցանում է եւ սովորացնում է, թե ինչպես պետք է աղոթենք։ Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլուխ կարդում եմ 5-ից 7 համարները ամբողջությամբ։ Մատթեոս ավետարան գլուխ 6, 5-ից 7 համարներ։ Ուսուցում աղոթքի շուրջ։ Ու երբ աղոթք գնես, կեղծավորներուն նման մի լար, որոնք կսիրեն ժողովարաններուն մեջ, ու հրապարակներուն անկյունները կանգնելով, աղոթք գնել, որպեսի մարդոց երևնան, ճշմարիտ կսեմ ձեզի անոնք իրենց վարձքը առած կլան։ Իսկ դուն երբ աղոթք գնես, մտիր քո ներքին սենյակդ, ու դուռդ գոցե, եւ աղոթք գրե քու հորդ, որ գաղտուկ տեղ կգտնվի, եւ քու հայրդ, որ գաղտուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի ընե։ Երբ աղոթք կնեք, հեթանոսներուն պես շատախոս մի լաք, որովհետև նրանք կկարծեն, թե իրենց շատ խոսքերին համար պիտի լսվին։ 8-րդ համար։ Ուրեմն անոնց մի նմանվիկ, վասնզի ձեր հայրը ձեզի պետք եղածը գիտե, դեռ դուք իր մե չխնդրած։ Ուստի այսպես աղոթք ըրեք դու։ Եվ տեսնում ենք, որ Տեր Հիսուսը ուսուցանում է, թե ինչպես պետք է աղոթք անենք։ Եվ հատվածը արդեն գիտեք, տերունական աղոթքն է սովորացնում մեզ։ Եվ խոսելով կեղծավորների մասին, որոնք մարդկանց երևնալու համար ցուցադրական աղոթքներ են բարձրացնում, եւ Տերը ասում է, որ ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը արդեն իսկ արել են։ Եվ ինչ նկատի ուներ Տեր Հիսուսը խոսելով կեղծավորների մասին, քանի որ հրեաները չափազանց հետևողական են եւ չափազանց նվիրված են իրենց կրոնական ավանդույթներին, ծիսական սովորություններին, նրանք ունեն հատուկ պահեր աղոթքի համար։ Առավոտյան, կեսօրին եւ երեկոյան ժամերին գնում էին իրենց սինագոգի ժողովարաններում կամ տաճարներում եւ աղոթում էին։ Եվ հատուկ այդ ժամերի մասին նաեւ կարող ենք կարդալ Գործք առաքելոց գրքից, երբ որ կարդում ենք Գործք առաքելոց 3-րդ գլուխը, հենց առաջին համարներից տեսնում ենք Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին, որոնք օրվա 9-րդ ժամին գնացին տաճար աղոթելու։ Նրանց աղոթքի ժամն էր սա։ Եվ հրեաները հավատացած էին եւ պնդում էին, որ Աստված միայն այս դեպքում կպատասխանի իրենց աղոթքներին, եթե համապատասխան վայրում եւ համապատասխան ժամանակին աղոթք բարձրացնեն։ Հրեաները իրենց աղոթքի կարգն ունեին, որը ընթանում էր ընթերցանությամբ։ Այն կոչվում էր Շեմա, այսինքն թարգմանաբար նշանակում էր լսիր Իսրայել, թե քո Տեր Աստվածը ինչ է ասում քեզի։ Եվ 5 տակարանյան օրենքների մեջ տեսնում ենք, որ շատ անգամ այս ահազանգը տրվում էր Իսրայել ժողովրդին։ Սա ընթացիկ մի արարողակարգ էր։ Խոսում էին, աղոթում էին եւ օրվա մեծ մասը անցկացնում էին աղոթքներով։ Այսինքն այս օրենքները, այս կարգերը ընթանում էր աղոթքների ուղեկցությամբ։ Նաև կար Շեմոնե Էսրե ասված կարգադրությունը, որը նշանակում էր 18, այսինքն 18 աղոթքի նյութեր, որ իրենց սովորությունն էր ժողովարանների մեջ, տաճարների մեջ կարդացվում էր եւ աղոթում էին։ Շատ բարի էր այս ամենը, միայն թե սա այս ամբողջ այս արարողակարգերը չվերածվեր, չփոխարինվեր ցուցադրական ավանդության, թե ով է ամենաճարտասանը, ամենագեղեցիկ աղոթք բարձրացնողը, թե ով է տաճարում ավելի երևելին, որպեսզի մարդկանցից փառավորվի։ Հենց այս բանի համար էր Տեր Հիսուսը նկատողություն անում, որ մի եղեք այդպես։ Եվ դարձյալ խոսում է շատախոսության մասին, որոնք կարծում են, թե երկար խոսելով, որ Աստված պետք է իրանց վրա ուշադրություն դարձնի եւ ասում է մի նմանվեք նրանց, ինչը բնորոշ էր հեթանոսներին։ Ու այս մասին Տեր Հիսուսը նույնպես ակնարկ է անելով. մի նմանվեք հեթանոսներին, եթե հիշում եք Եղիայի եւ Բահաղի մարգարեների պատմության մեջ 3-րդ Թագավորաց 18-րդ գլխում ենք տեսնում, երբ որ կռապաշտ այս մարգարեները աղոթում են իրանց Չաստծուն, իրանց Աստծուն ճակերտյալ Բահաղին եւ առավոտից մինչեւ երեկոյան ու ժամը միաբերան ասում են Բահաղ մեզի պատասխան տուր, Բահաղ մեզի պատասխան տուր, կարծելով որ շատ անգամ ասելուց իրենց Բահաղը իրենց աղոթներին պետք է պատասխաներ եւ սա կոչվում էր
շատախոսություն եւ ասում է ձեր երկնավոր հայրը գիտի ձեր կարիքը դեռ դուք իրենից չխնդրած։ Այս մասին կարող եք տեսնել 3-րդ Թագավորաց 18-րդ գլուխ 26 համարի մեջ։ Հենց այս մասին էր ակնարկանում Տեր Հիսուսը դիմելով կեղծավորներին, որոնց ամենօրյա աղոթքները դարձել էին ձևական, սովորական բնույթ էին կրում։ Նրանց կյանքերը նման են այսօրվա հավատացյալներին, այսօրվա քրիստոնյաներին, այսօրվա եկեղեցի հաճախողներին, որոնք աստվածապաշտության կերպարանքով թերևս քրիստոնյա անունը կրող, սակայն տաճարից դուրս, ժողովարանից դուրս, եկեղեցուց դուրս ապրում են աշխարհիկ մարդուց չտարբերվող կյանքով, այսպես ասած կիրակնորյա հավատացյալներ, այսինքն կեղծավորության լավագույն բառը թարգմանությունը բնագրում այսպես է գրված. հիպոկրիտոս, որ շատ անգամ Տեր Հիսուսը դիմում է դպիրներին, փարիսեցիներին, դիմելով կեղծավորներ, հիպոկրիտոս է ասում, որը նշանակում է դերասաններ։ Դուք դերասաններ, ձևական աղոթքներ եք բարձրացնում, կանգնած հավաքույթների մեջ, որպեսզի մարդկանցից փառավորվեք։ Հրեաներից շատերը մեծ ոգերովվածությամբ եւ պարտաճանաչությամբ էին կարդում իրենց աղոթքները, սակայն նրանց պաշտամունքը մարդկային լոկ սովորություն էր դարձել, կարծես թե իրենց վարժեցրել էին այս հիպնոզի մեջ, կարծես թե իրենց վարժեցրել էին, որ սովորական աղոթքներ անեն, ձևական բնույթ կր իրենց աղոթքները, որոնց մեջ կարծես թե ճշմարտությունը չկա, կյանքը չկա, հոգին չկա, սերը չկա, հավատք չկա, մի խոսքով Քրիստոս չկա։ Գրված է նրանք սիրում են այս անել, ժողովարաններում, հրապարակների անկյուններում, կանգնել մարդկանց երևնալու համար։ Նրանք այս բանն արդեն սիրում էին, արդեն նրանց սիրտը կապված էր այս բանի հետ, այս սովորության հետ, ձևականության հետ։ Տիրոջ հետ հաղորդակցության միջոց այս հանդիսացող աղոթքը փոխարինվել էր ցուցադրական երևույթի։ Իսկ 6-րդ համարում կարդում ենք հետևյալը, որ Տերը սովորեցնում է աղոթելու կարգը. Իսկ դու որ աղոթք ես անում, մտիր քո ներքին սենյակը, դուռը փակիր եւ աղոթիր հորդ, որ գաղտնի տեղում է գտնվում, եւ քո հայրդ, որ գաղտուկը, այսինքն գաղտնին տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Հрьяաները, եւ խոսեցինք հрьяաների մասին, նրանց ավանդության մասին, կարգերի մասին, աղոթքների մասին, նրանք աղոթասեր ժողովուրդ էին, չափազանց ծայրահեղ կրոնավոր էին, եւ այս աղոթների վերաբերյալ նրանք ասացներ ունեին, այսպես ասած, եւ երկուսն եմ ուզում հիշել, որոնք իրոք որ շինություն են եւ օրհնություն են հարկ է սովորել այս բաները։ Նրանք ասում են, որ զորավոր աղոթքը գերազանցում է ամեն մի բարի գործից։ Զորավոր աղոթքին մեծ նշանակություն էին տալիս։ Եվ երկրորդ առածը, երբ աղոթում ես քո տան մեջ, երբ աղոթում ես քո ընտանիքի հետ, դու շրջապատում ես քո տունը երկաթյա պարիսպով, պաշտպանվածությամբ։ Իրոք որ կարելի է այս դասերը սովորել նրանցից։ Եվ ուզում եմ անդրադառնալ 6-րդ համարին եւ 7-րդ համարին, եւ 4 կետեր եմ ուզում հիշել եւ դրանց շուրջ ուսումնասիրենք։ Առաջին, մեր Տերը ասաց, որ մտիր քո ներքին սենյակդ, երկրորդ հերթին դուռը փակիր, երրորդ հերթին աղոթիր հորդ, որ գաղտնի տեղում է գտնվում, եւ չորրորդ հայրն էլ որ գաղտնին տեսնում է, կհատուցի քեզ հայտնապես։ Ուրեմն առաջին հերթին մեր ներքին սենյակները պետք է մենք մտնենք, որովհետև այնտեղից է բխում մեր հոգու փափագը, պաշտամունքը, աղոթքները, տեսիլքները, վերջապես հաղորդակցությունը երկնավոր հոր հետ, ինչպիսին է իմ եւ քո ներքին սենյակդ։ Արդյոք քո ներքին սենյակումը Տիրոջ վայելում ես, նրա ներկայությունը վայելում ես։ Արդյոք նա քո թագավորն է, քո սրտիդ գահին իշխում։ Արդյոք թագավորների թագավորի հետ հանդիպում ունեցել ես քո կյանքումդ, քո ներքին սենյակումդ, թե ոչ։ Արդյոք Աստուծո խոսքը քո մեջ բնակվում է։ Սա շատ անձնական հարց է։ Մտիր քո ներքին սենյակդ Տիրոջ հետ հանդիպելու համար, այլապես մարդկանց առաջ մարդկանց սովորացրածով աղոթող պիտի լինես, ձևական պաշտամունք մատուցանող պիտի լինես։ Աստված ուզում է, որ դու մտնես քո ներքին սենյակդ, որպեսզի մենք մտնենք մեր ներքին սենյակները, գաղտուկ տեղում, այն որ շատերից կարող ես քողարկել, շատերից կարող ես թաքցնել, բայց Աստված տեսնում է քո գաղտուկը։ Կարող ես շատ խնամքով քողարկել մարդկանցից այն ինչը որ դու չես, որ քո ներքին սենյակում կա,
բայց Աստված ուզում է քո ներքին սենյակը, քո ներքին կյանքը տեսնել։ Ուզում է քո հետ հանդիպում ունենալ քո ներքին սենյակում։ Մենք կարող ենք թաքցնել մեզ, որ իբր մենք հոգևորական ենք, նվիրված քրիստոնյա ենք, բայց իրականում այն փակ է այդ սենյակ, այն մութ է։ Իրականում դերևս մենք այնպիսի կյանքով ենք ապրում, որ վայել չի Աստծո զավակին, վայել չի հավատացյալին, վայել չի ծառայողին։ Երբ Եղիա մարգարեն մեռնելու աստիճան տրտմած էր եւ մի քարայր մտավ եւ գրված է Սինա լեռը գնաց եւ այնտեղ գիշերեց այդ լեռան խոռոչի մեջ, այդ քարայրի մեջ։ Երբ մենակ մնաց, գրված է եւ Տիրոջը խոսքը նրան եղավ ասելով։ Երբ առանձնացավ, Տիրոջը խոսքը խոսեց նրան։ Տերը խոսեց Եղիային 3-րդ թագավորաց գրքում 19-րդ գլուխ 9 համարի մեջ։ Երբ Տերը խոսեց Եղիայի հետ, երբ որ նա առանձնացավ, մենակ մնաց լեռան խոռոչի մեջ։ Երբ առանձին էր եւ այս առանձնության մեջ մեր հոգիների Տիրոջ հետ անկեղծանանք, ինչպես Հովնան մարգարեն կետ ձկան փորի մեջ աղոթք բարձրացրեց։ Թերևս իր կյանքում ամենաանկեղծ աղոթքն էր, որ Տերը հաճեցավ այս աղոթքին։ Սա նշանակում է մտնել ներքին սենյակ, գաղտուկ տեղում աղոթք անել։ Ինչու է Տերը ուզում, որ ես եւ դու մտնենք մեր ներքին սենյակներում, որովհետեւ դրան մեջ է կայանում Տիրոջ հետ անկեղծ մտերմիկ հարաբերությունը։ Մեր ներքին սենյակներից, մեր ներքին կյանքերից է դուրս գալիս այն ամենը, ինչ որ կա մեր ներսում։ Ինչ որ ներսում կա, արտակնապես արտահայտվում է, երևում է։ Հայրը գտնվում է գաղտուկ տեղում գրված է։ Խորը, գաղտնի, որտեղ ինքը կարող է մտնել, որտեղ միայն ինքը կարող է հասկանալ, թե ինչ կա քո հոգուտ խորքում, քո ներքին կյանքում։ Սա նշանակում է աղոթել սրբությամբ, սա նշանակում է աղոթել հավատքով, աղոթել հոգու խորքից, Աստծուն սպասելով, նրանից ակնկալելով եւ ոչ թե մարդկանց երևնալու համար, այլ գաղտնի տեղում Աստված ուզում է քո գաղտուկը տեսնել։ Աստված ուզում է իմ եւ քո գաղտնի տեղում տեսնել քեզի։ Ավելի պետք է բացահայտենք, թե ինչ է սա նշանակում։ Նրանից ակնկալելով, նրան սպասելով, ոչ թե մարդկանց ցույց տալու համար։ Աստված ուզում է քո գաղտուկը ներքին սենյակիդ պաշտամունքի կենտրոնում ինքը լինել։ Երկրորդ հերթին գրված է դուռը փակիր։ Դուռը այն համենի համար պետք է փակենք, որոնք ինձ եւ քեզ հեռացնում են սրբությունից։ Դուռը այն ամեն բաների համար պետք է փակենք, որ ինձ եւ քեզ հեռացնում են եկեղեցուց, հեռացնում են Աստծուց, հեռացնում են պատվիրաններից, հեռացնում են եղբայրսիրությունից, փակիր աշխարհի չար առաջարկներից։ Դուռդ փակիր, ականջներդ փակիր աշխարհի այն չար առաջարկներից, որ թերևս շատ գեղեցիկ կերպով, շատ գեղեցիկ արծաթյա սկուտեղներով քեզի մատուցվում են, եւ դու շատ անգամ դժվարանում ես մերժել, բայց պետք է փակես դուռդ, որպեսզի Տիրոջ հետ առանձնանաս։ Տերը ուզում է, որ առանձնանա քո հետ, շատ հաճախ մենք չենք հասկանում այս բանը։ Փակել դուռը աշխարհի բոլոր այդ վիճակներին, այդ երևույթներին։ Դուռը փակիր մարդկանց չարախոսության առաջ, երկու ձեռքով փակիր ականջներդ եւ հեռացիր, որքան էլ դժվար եւ ծանր լինի քեզ համար։ Շատ հաճախ հավատացյալները հոգևորապես տկար լինելու պատճառով, թույլ լինելու, թմրած լինելու պատճառով չեն կարողանում զանազանել, թե դրան հետևից ով է դուռը թակում։ Տերն է թակում, թե հակառակորդը բարեպաշտության դիմակով։ Եվ այս չզանազանելու հետևանքից մարդիկ ընկնում են, հավատացյալներ ընկնում են շատ վատ դրության մեջ։ Եվ հակառակորդի նպատակը այդ է՝ մարդկանց գցել ծուղակը, լրտեսելով նրանց ազատությունը, գերի վերցնել նրանց, որոնց համար Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին իր կյանքը զոհաբերեց։ Եվ այս մասին շատ հաճախ անդրադառնում է Պողոս առաքյալը մանավանդ Գաղատացիս գրքում, եւ դուք կարող եք տեսնել Գաղատացիս 2-րդ գլուխ 4-րդ համարի մեջ, Գաղատացիս 5-րդ գլուխ 1-ին համարի մեջ, որտեղ ասում է ամուր կեցեք այն ազատությունով, որ Քրիստոս մեզ ազատ արձակեց։ Դուռդ փակիր
եւ աղոթիր, փակիր այն ամեն բաների առաջ, որոնք երբեմն դժվար են մերժվում, որոնց առաջ շատ դժվար է փակել մեր դուռը, բայց պետք է փակես։ Եվ գաղտուկ տեղում Տիրոջ հետ առանձնանաս եւ աղոթ կանես, որպեսզի Հայրը տեսնի քեզի գաղտնի տեղում առանձնացված իր համար, իր հետ հանդիպման համար սիրտդ բացես։ Երրորդ հերթին Հայրդ քեզ կտեսնի եւ նա հայտնապես հատուցում կանի, գաղտնին տեսնում է, ոչ թե Աստված ինչ որ մի անհայտ վայրում է, գաղտնի ասվածը, X ինչ որ մի վայրում է, այլ նա այն ներքին սենյակում է, որտեղ ուզում է դու էլ լինես։ Քո հետ հանդիպումը այդ գաղտնի, այսինքն գաղտուկ տեղում, քո ներքին սենյակներում է ուզում տեսնել։ Հանդիպում Տիրոջ հետ։ Ահա ես քո դրան առաջին կանգնած եմ, ասում է Տեր Հիսուսը, եւ թակում եմ, բաց արա, որպեսզի քո հետ ընտրեմ, ընթրիք անեմ։ Ինչ երանելի վիճակ է, երբ որ մենք բացում ենք Տիրոջ առաջ մեր սրտի դռները, մեր ներքին սենյակի դռները եւ Տեր Հիսուսի հետ մտերմիկ հարաբերության մեջ լինում։ Ընտրում, ընթրիքը ընդհանրապես, երբ որ ընթրիք ենք կազմակերպում եւ ուզում ենք մեր ընթրիքը կազմակերպել եւ հրավիրել մեր մտերիմներին, ընդհանրապես ընթրիքին հրավիրում են նրանց, ում որ շատ է սիրում, կամ ուզում ես նրանց հետ բարեկամանալ, ուզում ես մտերմիկ հարաբերության մեջ լինել, եւ ընթրիքի ժամը երեկոյան ժամն է, եւ երեկոյան ժամին սովորաբար մարդիկ ուզում են իրենց սիրելիների հետ անցկացնեն, նրանց հետ ում հարգում են, ում հետ ուզում են խոսել, սրտակից հարաբերություններ ունենալ, կիսվել վերջապես, անկեղծանալ։ Եվ Աստված ուզում է այդ գաղտնի տեղում քո հետ հանդիպում ունենալ։ Հայրը ուզում է քո ներքին կյանքդ, սիրտդ, հոգիդ։ Նա ուզում է քո հետ ընկերանալ, խոսել առանց կեղծավորության, առանց չարության, առանց ձևականության, այլ ներքին կյանքդ, որտեղից էլ քեզ հայտնապես պիտի հատուցանի։ Եվ կարդացինք Հայրն էլ որ գաղտնին տեսնում է, կհատուցանի քեզ հայտնապես։ Գիտեք, որքան էլ մենք գեղեցիկ խոսքեր ասենք, որքան էլ գեղեցիկ բարեր օգտագործենք մեր աղոթքների մեջ, բայց եթե Տիրոջ հետ հանդիպում չունենք, այս ընթրիքը տեղի չի ունեցել, այս դեմ առ դեմ հանդիպումը չի ունեցել, մեր խոսքերը պարապ են, իզուր եւ անօգուտ, որովհետեւ Տիրոջ հետ հանդիպում չկա։ Կեղծ են, ձևական են, մարդկանցից փառավորվելու համար են, որովհետև մեր եւ մեր Աստծո միջև այն կապող օղակը չկա, մեկացնողը չկա, մեր մեղքերը քավող Փրկիչ Հիսուսը չկա։ Երբ կարդում ենք Ելից գիրքը 25-րդ գլուխը մասնավորապես, այնտեղ տեսնում ենք, թե ինչպես Աստված Մովսեսին պատվիրում է խորանը պատրաստել անապատի մեջ եւ այն բոլոր պարագաները, որտեղ պետք է ժողովուրդը մտնեն եւ պաշտեն, քահանաները զոհ մատուցանեն եւ այլն, եւ այնտեղ կար սրբություն, սրբոցը, որտեղ դրված էր ուխտի տապանակը։ Երբ կարդում ենք 25-րդ գլուխ 22-րդ համարը, գրված է, որ այնտեղ ես քեզի հետ պիտի հանդիպում ունենամ։ Աստված խոսում է Մովսեսին, այսինքն Աստված մարդու հետ հանդիպում պետք է ունենար։ Որտեղ սրբություն, սրբոցում, այն ներքին սենյակում, եւ գրված է, որտեղ այդ պատվիրանների մեջտեղում կար քավությունը եւ վրան ծածկոցը, որ Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն այս ամենը, եւ գրված է, եւ քեզ պատվիրանքներու վրայով պետք է խոսեմ քեզ հետ։ Երբ պետք է խոսել, երբ որ հանդիպում ունենար։ Շատ հաճախ մենք սկսում ենք խոսել, բայց հանդիպում չունենք Տիրոջ հետ։ Փորձեք խոսել եւ փորձեք միաժամանակ լսել։ Լավ չեք լսի, կարող է բացառիկ ունակություններ ունենաք, բայց ընդհանրապես լսելու համար պետք է չխոսել։ Տեսնում ենք հանդիպման վայրում պետք էր տապանակը լիներ, որի վրա քավությունն էր, այսինքն այն տապանակի ծածկոցը, քավություն ասվածը։ Եթե չկա այս հանդիպումը, քո եւ Աստծո միջև միգուցե տապանակը տակավին օտար տեղում է։ Դեռ փղշտացիների մոտ, ինչպես Դավիթի տարիներին, միգուցե տապանակը ուրիշ մի վայրում է։ Միգուցե դու այն վայրում չես, որտեղ Աստված է ուզում քեզ տեսնել։ Դրա համար հանդիպում չկա։ Միգուցե դու այնտեղ չես։ Հավատացյալի համար ամենատխուր վիճակը այն է, երբ Տերը չի խոսում իր հետ, սիրելիներ։ Ամենատխուր վիճակը դա է, որ Աստված քո հետ չի խոսում։
Եվ արդյունքում մենք ենք սկսում շատախոսել։ Այդպես է, չէ՞։ Մենք ենք սկսում երկարացնել մեր խոսքերը։ Նրանք կարծում են, իրենց շատ խոսելու համար պիտի իրենց լսվի, ասեց մեր Տերը։ Տերը լուր է եւ որքան մտահոգեցնող է։ Այն փաստը, որ այս տխուր վիճակն ունեցողները չեն ուզում հասկանալ, թե ինչու է Աստված լուր իրենց հանդեպ։ Ինչու չեն օրհնվում։ Ինչու Աստված չի խոսում իրենց հետ։ Ինչու։ Հենց այս իրավիճակի մեջ է ի հայտ գալիս մարդկային շատախոսությունը։ Երբ որ Աստված լռում է, մարդիկ սկսում են շատախոսել, չգիտես ինչու։ Հիշենք Հոբին։ Հոբը գրված է իր դարի մեջ, արդար մարդ էր, սակայն որքան շատ խոսքեր եղան, որքան ինքնաարդարացման խոսքեր եղան իր կողմից, երբ որ կարդում ենք Հոբի գրքի 38-րդ գլուխը, տեսնում ենք, որ այս ամեն խոսակցություններից հետո, երբ որ եկան Հոբի բարեկամները, նրանք նույնպես խոսեցին, հետո Աստված ինքն է խոսում, գրված է եւ Տեր Աստված, Եհովա Աստվածը փոթորիկի մեջից խոսեց, ասելով. Այդով է, որ անիմաստ խոսքերով խորհուրդը նսեմացնում է։ Երբ Աստված լռում է, սիրներ, ուրեմն ինչ որ մի բան կա, լավ է անդրադառնալ լռությամբ սպասել Տիրոջը։ Ուրեմն մի սխալ բան կա թերևս, փոխանակ անդրադառնալու, Տիրոջը երեսը փնտրելու, ապաշխարելու, Տիրոջ կամքը որոնելու, մարդիկ սկսում են իրենց գաղափարները, իրենց անձնական կարծիքները հայտնել։ Մարդիկ սկսում են շատախոսել, մարդիկ սկսում են բարկանալ Տիրոջ վրա, մարդկանց վրա, հավատակիցների վրա եւ մեղադրել ուրիշներին, բայց ավելի լավ է լռել։ Եվ լռելու մասին տեղին է ասում Ժողովող գրքի հեղինակը, Ժողովող 5-րդ գլուխ, 1-2 համարներն եմ ուզում ձեր ուշադրությանը հանձնել։ Երբ Աստծո տունը գերտաս, ոտքիդ զգուշություններ է, ավելի մտիկ ընելու համար մոտեցիր, քան թե անմիտներու պես զոհ մատուցանելու, վասնզի անոնք չեն գիտեր, թե չարություն կնեն։ Բերնովդ մի աճապարեր, թող քո սիրտդ Աստծո առջև խոսելու չար տորա, քանզի Աստված երկինքն է ու դու երկրի վրա ես, անոր համար քո խոսքերդ թող շատ լան, ոչ քիչ լան։ Քո խոսքերդ թող քիչ լան։ Գիտեք, ընդհանրապես մարդու խոսքերից էլ, խոսակցականից էլ, նույնիսկ նստելուց էլ կարող ես հասկանալ այս մարդը որքան է հոգևորապես հասուն։ Նստելուց էլ, ինչպես է նա նստում, աթոռի վրա սովորական։ Եվ այդպիսին իրավիճակը Տեր Հիսուսի դատավարության ժամանակ։ Հիշենք մի պահ այդ դատավարությունը, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին հանացին աշխարհի բեմի վրա նրան դատելու։ Աստծո որդուն մարդկությունը դատում էր, երբ Հիսուսը լուր էր, երբ որ գլխավոր քահանաները, քահանայապետները, դպիրները սուտ մեղադրանք են ներկայացնում իրեն, նա լռում էր։ Երբ նրա հասցեին հայոյանք եւ վիրավորանք հասցրեցին, նա լռում էր։ Երբ նրան զրպարտում էին, սուտ, կեղծ մեղադրանք, այսինքն, նա դարձյալ լռում էր։ Երբ իր ազգը, իր ժողովուրդը կատաղի աղաղակով միաբերան բացականչում էին, խաչիր նրան, դարձյալ նա լուռ էր նենք Հերովդեսի առաջ, նա լռում էր Պոնտացի Պիղատոսի առաջ։ Հիմա մեզին անդրադառնանք, մենք շատ բան պետք է սովորենք մեր հավատքի առաջնորդից։ Մեր իրավունքների, մեր ինքնասիրության համար մենք պատրաստ ենք դիմացինին պատառոտել, ուր մնաց լուռ մնանք։ Եվ տարբեր հովերից տարուբերվող անհաստատ ճյուղերի պես սկսում ենք թափահարել մեզ։ Ու հիմա նայենք մեր հավատքի առաջնորդին Տեր Հիսուսին։ Նրանից սովորենք, որովհետև լռելուց հետո է Աստված խոսում մարդու հետ։ Ուզում ես Տերը քո հետ խոսի, եւ դու էլ նրա հետ խոսես, այս մտերմիկ հարաբերությունը ունենաս, լռությամբ Տիրոջը մոտեցիր, առանձնացիր, դուռը փակիր ամեն ասեկոսներին, աշխարհի տարբեր երևույթներին եւ չարախոսություններին եւ մեկացիր Տիրոջ հետ քո ներքին սենյակում։ Հիշեք Երիքովի գրավման ժամանակ Իսրայել ժողովուրդը Երիքով քաղաքի պարիսպների շուրջը պտտվում էին եւ կարգադրություն կար Աստվածանից, որ լուռ մնան,
Միայն 7-րդ օրը միաբերան պետք է աղաղակեին։ Եվ արդյունքում նրանք հաղթեցին լռությամբ։ Ընդհանրապես լռության մեջ է պաշտամունքը իրական եւ ոչ թե աղմուկների։ Ինչպես նաև միջկտակարանյան ժամանակ լռության շրջան էր Մաղաքիա մարգարեությունից միջև Հովհաննես Մկրտիչը մոտավորապես 430 տարիներ լռության ժամանակաշրջան էր, որից հետո Աստված խոսեց եւ Եբրայեցիս գրքի հեղինակը ասում է Աստված վերջին ժամանակներում իր որդիով է խոսեց մեզի։ Պաշտամունքը լռության մեջ է կայանում, ոչ թե մարդկային շատախոսության։ Եվ որպես եզրակացություն, որովհետև քիչ հետո աղոթքապահ պետք է ունենանք, երբ բացես սիրտդ երկնավոր Հոր առաջ քո ներքին սենյակում, այսինքն ամենայն անկեղծությամբ, որը նշանակում է գաղտուկ տեղում, եւ այսօրվա մեր թեման սա էր, մեր ներքին սենյակը, գաղտուկ տեղում, եւ Տերը տեսնում է քո գաղտուկը, քո անկեղծությունը, դու փակիր բոլոր դռները ու միայն Տիրոջ առաջ բացիր դուռը։ Առանձնացիր, թույլ տուր նրան քո ներքին սենյակներում, թույլ տուր Տիրոջը քո ներքին սենյակներում ազատ ման գա, քո կյանքիդ ոլորտներում ազատ ման գա, թույլ տուր, գաղտնի մի փայր Տիրոջից, չես էլ կարող գաղտնի պայել, պարզապես թույլ տուր, որպեսզի դու էլ կարողանաս հարաբերվել Տիրոջ հետ։ Թող կյանքիդ տարածքներում Տերը ման գա, շրջի, ուր էլ լինես, թույլ տուր, որ նա ղեկավարի քեզ, քանի որ սա է հիմքը նրա հետ հաղորդակցվելու, նրա հետ բարեկամանալու, նրանից օրհնվելու հայտնապես։ Մենք կարիք ունենք եւ մեր գլխավոր առաջնային եւ հիմնական կարիքը ինքներս մեզ ճանաչելն է։ Մեր մասին ճշմարտությունը իմանալը, այնպես ինչպես Աստված է տեսնում մեզ։ Ահա այստեղ է, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար դարձել է այն, ինչ մեր կարիքն է։ Ուզում ես քո մասին ճշմարտությունը իմանաս։ Տերը ասում է. Ես եմ ճշմարտությունը։ Հովանու 14-րդ գլուխ 6 համարի մեջ. Ես եմ ճշմարտությունը։ Տեր ինձ խոնարհություն տու, ասում ենք, Տեր ինձ համեստություն տուր, Տեր այս տուր, այն տուր։ Ասում ենք, պետք է ասենք, Տեր, արի իմ կյանքիս մեջ բնակվիր։ Ես ուզում եմ քո հետ առանձնանալ, որովհետև այս բոլոր գեղեցիկ առաքինությունները, այս երկնային հատկությունները ամբողջությամբ պարփակված է Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամբողջությամբ Տիրոջը ուզենք առանձնանանք նրա հետ, որպեսզի մեր կյանքը արտահայտվի այն գեղեցիկ օժտված պտուղներով, որ Աստված ուզում է տեսնել քո կյանքում։ Ուզում եք այդպես անենք։ Եվ արդյունքում, ինչը որ գաղտուկն է, այն էլ արտահայտվելու է արտակնապես։ Ինչ որ ցանեցիր քո սրտումդ, ինչ որ սերմանեցիր, դա է ծիլ տալու, դա է արտահայտվելու։ Ուրիշ բան չէ։ Այն էլ հնձելու ես։ Եթե ցանեցիր ատելություն, բարկություն, չարություն, նախանց, պարապ խոսքեր, սրանք բաներ են, որ հակառակորդից են եւ ոչ թե Աստվածանից։ Եվ ենթակային հավիտենական պատժի, այրումի, որոնք ցույց են տալիս քո ներքին սենյակիդ կահավորանքը, որը խառնակ է, որտեղ հանդարտություն չկա, քո ներքին սենյակում թերևս խաղաղություն չկա, հաղորդակցություն չկա, Տիրոջ հետ մտերմիկ հարաբերություն չկա, բայց ուշ չէ, եթե այդ խառնակ վիճակների մեջ ես, ուշ չէ։ Շնչիր մի հատ, տես կյանքդ տեղում է, շունչկա մեջ է, խորը, փորձեք մի հատ, արտաշնչեք, ուրեմն ողջ եք, առիթ կա, փրկություն կա, երբեք ուշ չէ, եթե շունչը տեղում է, Աստված քեզ կյանք է տվել, որպեսզի իրան դառնաս, առանձնանաս, այդպես չէ։ Ամեն, ամեն, Տերը օրհնի ձեզ, թող մեր աղոթքը լինի, մեր դիրքորոշումը լինի, որպեսզի մենք թագավորների թագավորին հրավիրենք մեր կյանքից ներս եւ անկեղծանանք։ Միևնույնն է, եթե ուզենանք թաքուն պահել Աստծուց մեր վիճակը, մեր ինքնությունը, միևնույնն է Աստված տեսնելու է մեզ։ Բայց հաղորդակցություն չի լինի, բարեկամություն չի լինի, Աստված չի խոսալու մեզի, այնպես որ եկեք առանձնանանք մեր ներքին սենյակներում Տիրոջ հետ, մեր սրտերը բացենք, որպեսզի Աստված բնակվի մեր կյանքերում։